Հարգելի հեռուստատոներ, հեռանկարի հյուրն է հայկական խորհրդի վերլուծական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես առաջարկում եմ սկսել զրույցը Բայրամովի Մոսկվա այցից, նախ այն հանգամանքն էր հետաքրքիր, որ բավականին երկար ժամանակ, եթե չեմ սխալվում, 3 տարուկեսից ավելի փաստորեն այց չէր եղել Մոսկվա Բայրամովի կողմից եւ հիմա եղավ պաշտոնական այց, բավականին լուրջ քննարկումներ, կարծես թե այդ ամեն ինչից հետո, խնդիրներից հետո որոշակի ջերմացում նորից կա ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ազալի միջադեպից հետո եւ այն սրացումից, որ եղավ, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ եւ հետո Ադրբեջանում ռուս ծրագրավորողների հետ, որոնք մեղադրվեցին բոլոր հանցագործությունների մեջ եւ մինչեւ հիմա գտնվում են կալանքի տակ։ Մի քանի անգամ այդպիսի մի քանի ջերմացումներ եղան, Դուշանբե հատկապես Պուտին-Ալիև հանդիպումից հետո, դրանից հետո մի քանի այլ պաշտոնական հայտարարություններ, այցեր, այդ թվում Ալեքսեյ Ավերչուկի, բայց ես կարծում եմ ռուս-ադրբեջանական հարաբերություններում այն փոփոխությունները, որ կատարվել են 2024 թվականից հետո, եւ որ ռուսական խաղապահ ուժերը վերջնականապես դուրս եկան Լեռնային Ղարաբաղից, իրենք անշրջադարձելի են եւ իհարկե կա որոշակի թեմաներ, որոնց շուրջ Ադրբեջանը եւ Ռուսաստանը ունեն ընդհանուր շահեր, բայց այնուամենայնիվ այն մոտիվացիան եւ այն կախվածությունը, որ ուներ Ադրբեջանը նախկինում Ռուսաստանից չկա եւ ինքը շատ ավելի համարձակ եւ անկախ արտաքին քաղաքականություն է վարում, ինչը իհարկե Ռուսաստանի համար խնդրահարույց է, Ռուսաստանը փորձում է ինչ-որ ձևով վերականգնել իր ազդեցության լծակները եւ դուք տեսնում եք, որ Ռուսաստանը առնչվել է Ադրբեջանի հետ շատ ավելի կոշտ հայտարարությունների, նույն Ուկրաինայի հարցում շատ ավելի միանշանակ դիրքորոշումների, Ադրբեջանի հետ պահում է իրեն շատ ավելի փափուկ դիվանագիտական հատկապես եւ հրապարակային դաշտում, քան նույն Հայաստանի, որովհետեւ այնուամենայնիվ այստեղ ռուսական կողմն է ավելի շատ փորձում ինչ-որ ձևով սիրաշահել Ադրբեջանին, նաեւ պաշտոնական հայտարարություններ են այդ ոճի, բայց ես կարծում եմ, որ դրանց տակ շատ ավելի, այսպես ասած, էական փոփոխություններ չկան եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները այլևս երբեք չեն լինելու այն, ինչ եղել են մինչեւ 2024 թվականը։ Բայց համենայն դեպս երևի թե շատ խոր արճակատում է, երբեք թե չպետք է լինի, այդ երկու երկրների միջև։ Հավանաբար ավելի սուր կոնֆլիկտ այո չի լինի, բայց նաեւ չի լինի այնպես, ինչպես Ռուսաստանն էր ցանկանում, այսինքն 2020 թվականի այն գործողությունները, որ ռուս խաղապահ ուժերը եկան Արցախ, եւ հետագա բոլոր այն հայտարարությունները, որ Ռուսաստանը անում էր հատկապես Մեղրիով ճանապարհի թեմայով, բավականին ադրբեջանամետ դիրքորոշում ուներ մինչև 23 թվականը, դուք հիշում եք, եւ նույնիսկ դրանից հետո փորձում էր Ադրբեջանի հետ ինչ-որ հատկապես 2024 թվականի օգոստոսի կարող եք հիշել Պուտինի այցը Բաքու, որը մեծ ակնկալիքներ կա Ռուսաստանում, որ լուրջ փոփոխություններ են լինելու, բայց էական փոփոխություններ չեղան, կոմունիկացիաների թեման ընդհանրապես Հայաստանը եւ Ադրբեջանը մի քանի օր առաջ այցից հանեցին խաղաղության պայմանագրի տեքստից, այսինքն փաստացի հանելով նաեւ Ռուսաստանին այդ գործընթացից, եւ ես կարծում եմ իհարկե կոնֆլիկտ, սուր կոնֆլիկտ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գուցե չի լինելու, բայց կոնֆլիկտային դրսևորումներ լինելու են, կոնֆլիկտային դրսևորումների մեջ մտնում են նույն ադրբեջանական համայնքը Ռուսաստանում, ազգային փոքրամասնությունները Ադրբեջանում, Դաղստանյան հիմնական ծագման եւ այդպիսի մտավախություններ կան Բաքվում, որ որոշակի ակտիվացում կա հիմա այդ ուղղությամբ Ռուսաստանի կողմից, մանր սանկցիաների դրսևորումներ եք մենք տեսնում Ադրբեջանի նկատմամբ եւ քանի որ նաեւ Ադրբեջանը շատ ավելի վճռական եւ հետեւական հայտարարություններ է անում Ուկրաինայի հարցում, ես կարծում եմ Ադրբեջանը իր դիրքորոշումը չի փոխելու եւ Ռուսաստանի փորձերը պահպանել տարածաշրջանային հեգեմոնիան Ադրբեջանում, Հայաստանում։ Հայաստանի շահերի տեսանկյունից այս հանդիպումը Լավրով-Բայրամով ինչ-որ կարևորություն, նշանակություն ուներ։ Ես կարծում եմ ինքը տակտիկական բնույթ է, այսինքն էական փոփոխություններ, ինչպես նշեցի, չեն լինելու հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ դա հենց Ադրբեջանի մոտեցումն է եղել, որ երրորդ կողմի բացառման սկզբունքը կիրառվի, երրորդ կողմի տակ հասկացել են առաջին հերթին Ռուսաստանին եւ դա հաջողվել է 2024 թվականից եւ որ նախկին պայմանավորվածությունները այդ երակոմ ձևաչափը
սահմանազատման, սահմանագծման հարցերում, հետագա նաև կոմունիկացիաների հարցերում փաստորեն չեղարկվեց եւ ես կարծում եմ, ինչպես նշեցի, չեմ ակնկալում, որ այս իրավիճակը փոխվելու է, այսինքն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում այն մոդելը, որ ձևավորվել է երկկողմ ձևաչափ, ԱՄՆ միջնորդություն թրիփի հարցում, տնտեսական ներգրավվածություն Եվրոմիության հարցում եւ երկու կողմից էլ փորձեր սահմանափակել Ռուսաստանի ներգրավվածությունը եւ ազդեցությունը։ Բայրամովը նշել է, թե վստահորեն կարելի ասել, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է տիրում, բայց կարծես թե հասարակական ընկալումներում, հասարակական դիտակցության մեջ երևի թե եւ Հայաստանում եւ Ադրբեջանում այդ վստահությունը չկա, որ այդ խաղաղությունը կա, վերջնական է, հող վերա հաստատված եւ այլևս որևէ խնդիր, որևէ վտանգ, որևէ սպառնալիք չկա։ Դուք ինքներդ ունեք այդ դիտակցությունը, որ այո մենք խաղաղության մեջ ենք ապրում եւ դա տևական է։ Ես հայ-ադրբեջանական կոնֆլիկտին նայում եմ ավելի շատ պատմական համատեքստում, փորձելով համեմատել նմանատիպ այլ կոնֆլիկտների հետ, որոնք ունեն էթնոմշակութային հիմքեր, էթնոկրոնական հիմքեր, շատ երկար եւ արունալի հակամարտության հիմքեր առնվազն 1905 թվականից, հայ-թաթարական այսպես կոչված ջարդերից եւ վերջին 35-38 տարվա ընթացքում այս կոնֆլիկտը որ եղել է եւ այդ կոնֆլիկտները նույնիսկ եթե կա ֆորմալ խաղաղություն, իրենք հենց այդպես չեն անհետանում։ Դեռ շատ երկար ժամանակ հայաստանյան եւ ադրբեջանյան հասարակություններում լինում են խոշոր խմբեր, որոնք ունենալու են այդ անվստահությունը, ատելությունը միմյանց նկատմամբ։ Ես կասեի հիմա ու այս փուլը շատ պատմական, շատ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի հաղթահարվի ու գուցե չի հաղթահարվի մինչև վերջ։ Բայց ինչ որ դինամիկա տեսնում եք, որ դինամիկա ամենայնտեպս ինչ որ բան փոխվել է քան 1 տարի առաջ, 2 տարի առաջ։ Եկեք նայենք հենց այդ կտրվածքով, եթե խաղաղությունը մենք ընկալում ենք որպես լիակատար ֆորմալ խաղաղություն պետությունների միջև, ասենք դիվանագիտական հարաբերություններ, սահմանների բացում, կոմունիկացիաների ապաշրջափակում, տարբեր տիպի կոնտակտներ առևտրատնտեսական, ապա մենք ունենք մի մասը այդ տարերի մասնակի, մի մասը չունենք, սահմանները փակ են, կոմունիկացիաները ուղիղ փակ են, կան նարատիվներ կոնֆլիկտային, որ դեռ օգտագործում են Ադրբեջանի կողմից եւ սա այն կոնֆլիկտի մնացած մասերն է։ Բայց կան նաև այլ զարգացումներ։ 2025 թվականի վերջից կա կոմունիկացիաների ապաշրջափակում միջնորդված Վրաստանի տարածքով, կա առևտրատնտեսական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ոչ միայն Ադրբեջանի տարածքով մենք տրանզիտի հնարավորություն ունենք, այլ Ադրբեջանից դիզվառելիք բենզին ենք ստանում։ Այստեղ այս կետը խնդրահարույց է նրանով, որ դեռևս Հայաստանից այնուամենայնիվ մենք ինչ որ ապրանքատեսակներ չենք վաճառել Ադրբեջանին, ես կասեի սա այն թերի մասն է։ Կան, ինչպես գիտեք, նաև խաղաղություն սահմանին 2024 թվականի փետրվարից հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի կրակոցներից զոհեր չեն եղել եւ 2025 թվականի օգոստոսից ընդհանրապես որևէ հաղորդագրություն, որ սահմանին ինչ-որ լարվածություն, կրակոցներ եղել են, չկան, հա։ Սա կարևոր փոփոխություն է, որովհետեւ եթե մենք հիշենք ինչ էր 94 թվականից մինչև 2020 թվականը, որը նույնպես ֆորմալ խաղաղություն էր, ընդ որում Հայաստանի հայկական կողմի հաղթանակով մենք ամեն տարի սահմանին կորցնում էինք մի քանի տասնյակ զինվորներ Հայաստանի, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի սահմանային գյուղերի, հատկապես Տավուշի մարզի, ամեն տարի ենթարկվում էին կրակոցների։ Մենք գյուղեր ունենք, որտեղ բնակչությունը կրճատվել է 5 անգամ այդ կրակոցների պատճառով, Բարեկամավանը, շատ զգալի Այգեպարը, Մովսեսը, Ներքին Կարմիր աղբյուրը եւ այլն, այսինքն այս կոնֆլիկտը այն ինչ եղել է նախկինում, հիմա այդ դրսևորումները ու շատ կարևոր դրսևորումները չկան, դուք գիտեք հիմա Տավուշի սահմանային գյուղերում նաեւ ինչ լայնածավալ շինարարություն է գնում, այսինքն սա վստահության ցուցանիշներից է, էլի։ Ձեր թվարկածներն ես կավելացնեի նաեւ որ կա նաեւ այսպես ասենք հակասող խոսույթ ադրբեջանական պաշտոնյաների կողմից։ Տեսեք, միտեղ կախված իրադարձություններից, վայրից, որտեղ է Ալիևը հանդես գալիս, ինչ միջավայրում, մի դեպքում բավականին կոշտ է այդ խոսույթը։ Մյուս դեպքում որոշակիորեն այսպես մեղմ կամ համեստ, չգիտեմ, նույնը Բայրամովի խոսքերի մեջ։ Տեսեք,
վերջին անգամ նշել է, որ դե ֆակտո խաղաղություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ դրանից առաջ նշում էր, որ սահմանադրությունը պետք է պարտադիր փոխվի, որ մենք կարողանանք խաղաղության պայմանագիր ստորագրել եւ այլն եւ այլն։ Նաեւ վերջերս նորից այդ 300,000 ադրբեջանցիների հետ վերադարձի հետ կապված թեզը բավականին լուրջ միջոցառման շրջանակներում լուսաբանվեց, նորից մատուցվեց։ Այս հակասությունների արանքում այն ընկալումը չկա, որ իրականում այդ խաղաղությունը կա եւ մենք այստեղ դինամիկ ինչ-որ առաջընթաց ենք արձանագրում։ Նայ, քանի որ այս խաղաղությունը ունի իր իրահատկությունը, այդ իրահատկությունը, ինչպես անգլերեն են ասում, սենյակում այն մեծ փիղն է, որը ոչ մեկը չի նկատում, դա Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, ու այնպես ինչպես այդ հարցը լուծվեց 2023 թվականին, մեղմ ասած խնդրահարույց էր, դա ռազմական ուժի կիրառմամբ էթնիկ զտում էր Լեռնային Ղարաբաղում։ Եվ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ սա եղել է միջազգային հանրության կողմից չընկալվող քայլ, հա, որը կարող է խնդրահարույց լինել նաև ապագայում, եւ իրենց համար ցանկացած դրսևորումներ, որ այդ թեման ինչ որ ձևով կարող է վերակենդանանալ, իրենք նույնպես մինչև հիմա անցալում են, որ այդպիսի վտանգ կա, եւ սա է պատճառը, որ իրենք նաև չեն դիտարկում, որ կոնֆլիկտը վերջականապես ավարտված է։ Ու դրա համար իրենք նաև ստեղծում են այս նարատիվները կամ վերակենդանացնում են, որովհետև այս նարատիվը դեռ 90-ականների վերջից են ստեղծել, իսկ 90-ականների առաջի կեսից տարբեր հետազոտությունների տեսքով, հետո իշխանական դիսկուրսում արդեն 98 թվականից, հա, երբ որ ցեղասպանության ադրբեջանցիների հետ որոշումը ընդունվեց, այսպես կոչված։ Ուրեմն իրենք այս նարատիվը գործիքավորել են ու դուք կարող եք հիշել նախկինում հիմնական Ադրբեջանի գործիքը որն էր, ես հիշատակեցի դա։ Ցանկացած պաշտոնական հանդիպումից առաջ կամ որ իրենք ինչ-որ խնդիր ունեին, սահմանին կրակում էին, դիվերսիաներ էին լինում եւ դրանով իրենք ճնշում էին հայկական կողմի վրա, հա։ Հետո Զանգեզուրի Միչանսկի այսպես կոչված թեմաներ, երբ որ իրենք սպառնալիքներ են ուղղակի հնչում, որ ուժով կբացեն այդ ճանապարհը, ինչ որ դժգոհություն էր լինում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ, միանգամից այդ թեման բարձրացնում էին շատ ագրեսիվ ձևով, 2025 թվականից հետո այդ թեման փակվեց։ Հիմա այդ գործիքներից, որ ծառայում է նաև որպես դիվանագիտական գործիք, ինստրումենտ Հայաստանի վրա ինչ որ ճնշում գործադրելու, երբ որ ինչ-ինչ կա իրենց կարծիքով այստեղ ասենք Լեռնային Ղարաբաղի թեմայով խոշոր միջոցառում է տեղի ունենում, իրենք շատ ակտիվ այդ ամեն ինչին հետևում են ու շատ տարօրինակ զուգադիպությամբ մի երկու օր հետո Բաքվում Արևմտյան Ադրբեջանի համայնքի ինչ որ միջոցառում է տեղի ունենում։ Իրենց համար այս բանը կա, հա, այս խնդիրը կա։ Եվ հիմա այդ հիմնական գործիքը դարձել է Արևմտյան, այսպես կոչված Ադրբեջանի համայնքի թեման։ Ու իրենք նայեք, սա օգտագործում են ոչ միայն Հայաստանի դեմ, սա օգտագործում են Եվրամիության հետ, ինչ որ հարաբերություններ։ Դուք մի անգամ ասել եք, որ դա բլեֆ է։ Այո, ես ասել եմ բլեֆ է այն պատճառով, որ տեխնիկապես անհնար է։ Այո, տեխնիկապես անհնար է։ Այն ինչի մասին խոսքը գնում է, նախ այդ թվերը ուռճացված են, այսինքն Հայաստանում երբեք այդքան ադրբեջանցիներ չեն ապրել, երկրորդը նույնիսկ եթե ապրած լինեին այդ մարդիկ, եթե մենք խոսում ենք միջպետական հարաբերություններից, մարդկանց վերադարձը հնարավոր է ամրագրել միջպետական հարաբերություններում միայն մի սկզբունքով, երբ որ նմանատիպ իրավունք լինի Ադրբեջանից հայ փախստականների համար, այդ թվում Արցախից հայ փախստականների համար։ Ես ուշադիր հետևում եմ ինչ է կատարվում հիմա Լեռնային Ղարաբաղում եւ նախկին հայկական գյուղերում, որտեղ երբեք պատմության մեջ ադրբեջանցիներ չեն ապրել, վերադառնում է ավելի շատ ադրբեջանցի, քան այն 7 շրջանները, որտեղ ապրել են ադրբեջանցիները։ Եվ սրա պատճառը մեկն է, դա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ, որ հայերը վերադառնան Լեռնային Ղարաբաղ, հետեւաբար Հայաստանը չկա որևէ ձևաչափ, որ ադրբեջանցիները կարող են գալ Հայաստան։ Ուզում եք ասել, որ Ադրբեջանում բոլորը հասկանում են, գիտակցում են, որ այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հեռանկարը իրականում գոյություն չունի, կամ եթե գուցե ինչ-որ փաստաթղթերում, ինչ-որ նարատիվների տիրույթում գոյություն ունի, ապա իրականում ոչ մեկը չի այն մասը, այն մեկը չի կազմի 300,000-ի, որ իրականում վերադառնա Հայաստանի այն վայրերը ապրի, որտեղ ասենք մինչև 88-ը ապրել են։ Գիտեք, այստեղ շատ տարբեր նաև մշակութային process-ներ են տեղի ունեցել։ Նայեք, ադրբեջանցիները Հայաստանում ապրել են հիմնական գրեթե բացառապես գյուղական շրջաններում։ Ասենք միակ խոշոր քաղաքը, որտեղ ադրբեջանցիներ կային, դա Կապանն էր,
Վարդենիսում որոշարմա, բայց կապան։ Շիրակի մարզի հյուսիսում։ Քաղաքներ չկային, դրանք գյուղական կամ գյուղատիպ ավաններ էին։ Փոքր ավաններ, փոքր կլիմայական առումով Հայաստանի ամենացուրտ, ամենադաժան, այսպես վայրերն էր բացի Մասիսի շրջանը։ Ամասյան, Վարդենիսը, Կապանի վերին հատվածի գյուղերը, որոնք հիմա Հայաստանում ամենատնտեսական առումով ամենաթերզարգացած տարածքներն են։ Այդ գյուղերից նաև զգալիորեն ասենք հատվածներ կա, որտեղ ավերակներ են մնացել, որտեղ ոչ մեկը չի գնացել այդտեղ ապրելու։ Վարդենիսի տարածաշրջանում ապրում են Ադրբեջանից հայ փախստականներ այդ գյուղերում, ու պատկերացրեք այդ գյուղերից ադրբեջանցիները գնացել են հիմնականում մերձարևադարձային կլիմայով գյուղեր Ադրբեջանի հարթավայրային մասում, որտեղ տարին 2 անգամ առնվազն դուք կարող եք բերք հավաքել, կամ գնացել են Բաքու, Սումգայիթ խոշոր քաղաքներ։ Հիմա պատկերացրեք այդ մարդիկ, որ գյուղական ամենահետամնաց խորհրդային Հայաստանի շրջաններում են նաև ապրել, հիմա հայտնվել են շատ ավելի բարեկարգ եւ քաղաքային միջավայրում եւ իրենց ասում ես դու պետքա վերադառնաս Ամասիայի այն հեռավոր գյուղը եւ զբաղվես բնակլիմայական պայմանների բնակլիմայական, տնտեսական, մշակութային, որովհետեւ այլևս մարդ որ ծնվել է Բաքվում պատկերացրեք ինչ որ մեկը Հայաստանում նաև հեռավոր գյուղերից տեղափոխվում է Երևան, 30 տարի ապրում է, երեխեքը մեծանում են այստեղ, եւ դու իրեն ասում ես դու պետքա վերադառնաս Շիրակի մարզի լեռնային գյուղերից մեկը։ Անհնար է, Ես այսպեսի հարց եմ ձեզ ուզում ուղղել, քանի որ դուք նաև այն աշխատանքային խմբում եք, որը երկու, եթե չեմ սխալվում, անգամ եղել է Ադրբեջանում, գործընկերների հետ հանդիպումներ են ունեցել եք հանդիպումներ, նաև նրանք են այստեղ եկել հանդիպումներ եղել են։ Մեր ու ադրբեջանական հասարակությունները նման են իրար այս կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Ես նկատի ունեմ, տեսեք, այստեղ եթե հասարակության մի զգալի մասը ընկալում է, որ Ադրբեջանը մեր հանդեպ տարածքային պահանջներ ունի, սպառնալիքներ կան Ադրբեջանից։ Ադրբեջանում է այդպիսի իրականում ընկալում կա, որ Հայաստանից սպառնալիք կա եւ Հայաստանը Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ ունի։ Այս հասկանալու համար այս տրամաբանությունը մենք պետք է նայենք կոնֆլիկտի նաև ոնց է ձևավորվել ժամանակակից ադրբեջանական քաղաքական ինքնությունը, հա։ Ինքը ձևավորվել է հենց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համատեքստում լրիվ նոր նարատիվային հիմքերով, հա, որտեղ հայերը դարձել են գլխավոր թշնամին, որտեղ այն պատկերացումը, հա, որ եղել է նաև կոնֆլիկտի արդյունքները, որոնք եղել են առաջին պատերազմից հետո, շատ անբարենպաստ են եղել մեղմ ասած ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանը բացի Լեռնային Ղարաբաղը կորցրել է 7 շրջաններ, այդ թվում 7 շրջկենտրոններ, որոնցից օրինակ Աղդամը, Ֆիզուլին բավականին խոշոր քաղաքներ էին, հա, եւ այդ քաղաքներից նաեւ գրեթե ոչինչ չի մնացել հիմա։ Եկեք մենք մի հատ իրանց տեսակետից էլ նայենք այս ամեն ինչին, ու քան նաեւ եղել է շատ ուժեղ քարոզչություն, այսինքն այդ պետության պետական համակարգը ձևավորվել է լրիվ նոր եւ շատ ուժեղ։ Այսինքն ոչ վաղ անցյալի պատմությունը նկատի ունենալով Ադրբեջանում իրականում կան այդպիսի մտավորություններ։ Այո, որովհետեւ կան փախստականներ, նաեւ Լեռնային Ղարաբաղից, կա այս թեմայի շահարկումը մինչեւ հիմա եւ կա այս կոնֆլիկտի թեման որպես ինքնության հիմնասյուն եւ սա իհարկե այդքան հեշտ չի անցնում, ինչպես նշեցի նաեւ սկզբնական մասում, բայց ադրբեջանական հասարակությունը իմ կարծիքով մեծամասնությունը առնվազն չունի մոտիվացիա շարունակելու կոնֆլիկտը, որովհետև իրենք հասել են բոլոր արդյունքներին, նույնիսկ ավելի շատ, քան կարող էին մտածել նախկինում։ Շնորհակալություն լավ զրույցի համար, այսքանը Արգին հեռուստատոն էր, մեր հյուրն էր հայկական խորհրդի վերլուծական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը։